Գյումրիում Իտալիայի հյուպատոսարանի նոր մասնաշենքը նախատեսված է կառուցել այժմ գործող հյուպատոսարանի տարածքում։ Նախագծման եւ նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են։ Կատարվել են առաջին փուլի շինաշխատանքներ։ Նոր հյուպատոսարանը չի լինելու պարզապես հնի կրկնօրինակը, ասում է Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոս, Գյումրիի պատվավոր քաղաքացի Անտոնիո Մոնտալտոն։ Իր խոսքերով այն ունի կոնկրետ նպատակ՝ խթանելու туриզմի զարգացումը Գյումրիում։ Հյուպատոսարանի կառուցման աշխատանքները նպատակ ունեն խթանել туриզմի ու մշակութային միջոցառումների զարգացմանը Գյումրիում։ Այս քաղաքը մեծ պոտենցիալ ունի տուրիստական կենտրոն դառնալու համար։ Առաջնայինը ֆինանսավորումն է, որն էլ հյուպատոսը կազմակերպում է սեփական միջոցների հաշվին, առանց պետական որևէ աջակցության ու միջամտության։ Պատճառն ըստ նրա մեկն է՝ սիրում է Գյումրին, գնահատում շիրակցիների մշակույթը։ Ինքը հյուպատոսը մայրաքաղաքում է կազմակերպել իր բիզնեսը եւ փորձում է հնարավորինս շատ իտալացի զբոսաշրջիկների այցեր կազմակերպել Հայաստան։ Հիմա նույն գործընթաց փորձում է կազմակերպել Գյումրիում եւս։ Հյուպատոսարանի շենքը կլինի ոչ միայն քարե գեղեցիկ կառույց, նաև կհանդիսանա իտալերենի դասընթացների, կավագործության ու խեցեգործության դասավանդման կենտրոն։ Հյուպատոսարանի նոր մասնաշենքում կազմակերպվելու են իտալերենի, խեցեգործության, կավագործության ու գորգագործության դասընթացներ բոլոր ցանկացողների համար Իտալիայից ժամանած մասնագետների օգնությամբ։ Անտոնիո Մոնտալտոն հյուպատոսարանի նոր մասնաշենքի կարևորության մասին խոսելիս արժևորում է այն փաստը, որ հենց հյուպատոսարանի միջոցով է հնարավոր ստեղծել ամուր կապ եվրոպական մշակույթի հետ։ Ինքը պարոն Մոնտալտոն գնահատում է հայկական մշակույթը, այդ պատճառով էլ շենքի ձևավորման մասին խոսելիս նշում է. Հայկական։ Մենք գտնվում ենք Հայաստանում, իսկ ձեր մշակույթը չափազանց գեղեցիկ է ու օտարազգիները պետք է տեսնեն այն, ինչ հայերինն է ու հայկական, ուրեմն ամեն ինչ կլինի հայկական ոգով կահավորված։ Իտալիայի հյուպատոսարանի նոր շենքի կառուցման աշխատանքներն արդեն սկսված են։ Զուգահեռաբար շինաշխատանքներ են կազմակերպվել նաև հայկական կավագործության կենտրոնում, որը հյուպատոսարանի բաղկացուցիչ մասն է լինելու։ Շուշանա Գրիգորյան, Մարտուն Գրիգորյան, Գալանյոս։